Դավիթ դվնեցու վկայաբանությունը։ Քրիստոսի խաչն ու չարչարանքներն հանձն առած քաջահաղթ վկան երանելի Դավիթը, որի նախկին անունը Սուրհան էր, ազգությամբ պարսիկ էր, մահմեդականների որդի, սերում էր թագավորական զարմից, բայց որովհետև նրա մայրը քրիստոնյա էր հայոց աշխարհից, նա տեղյակ եւ ծանոթ էր քրիստոնեական օրենքներին։ Մի անգամ Տիրոջ մոտ 665 թվականին Անաստասի կաթողիկոսության եւ Գրիգոր Մամիկոնյանի իշխանության օրերին նա այլազգիների զորքերի հետ Հայաստան եկավ եւ տեսնելով քրիստոնյաների պարկեշտ վարքը հավանեց մեր օրենքներն ու կրոնը, թողեց իր ընկերներին, եկավ Գրիգոր բարեպաշտ իշխանի մոտ եւ ասաց, որ ինքը հավանում է իր մայրենի քրիստոնեական հավատը։ Իշխանը նրան տարավ Առաքինի Անաստաս հայրապետի մոտ եւ հայրապետը նրան 8 օր նախապատրաստեց մկրտության, խոսելով Սուրբ Հավատի մասին եւ ուսուցանելով բարեպաշտության կարգերը։ 8 օր անց Արջիշի Սուրբ Կաթողիկե եկեղեցում հայրապետը մկրտեց նրան եւ անվանեց Դավիթ, Գրիգոր Մամիկոնյանի հորանունով, որը եղավ նրա կնքահայրը, Սուրբ Ավազանից ընդունելով նրան եւ իբրև կալվածք տալով Կոտայքի նահանգի Ձակ ավանը։ Որոշ ժամանակ անց Դավիթը բարեկամների հորդորանքով ամուսնացավ, որովհետև հասել էր արփունքի տարիքի, եւ բնակվեց Դվինում, որի համար էլ Դվնեցի է կոչվում։ Ապրեց բարի եւ աստվածահաճո վարքով եւ ծնեց ուստրեր ու դուստրեր, որոնց դաստիարակեց Քրիստոսի հավատով եւ աստվածպաշտության օրենքներով, մինչև հասավ բարվոք ծերության, մոտ 60 տարեկանի։ Այդ ժամանակ Երանելի Սահակ Ձորափորձու կաթողիկոսության օրերին Ամիրապետն հայոց աշխարհ ուղարկեց առաջին հագարացի ոստիկանին, Աբդուլ Ամիրային, մի խորամանկ ու անագորույն մարդու, որը նստելով Դվին մայրաքաղաքում նախ քաղցրությամբ իր մոտ հավաքեց հայոց մեծամեծ նախարարներին ու ավակ ազատորդիներին եւ ապա սկսեց նեղել նրանց, ծանր հարկեր պահանջելով, մինչև իսկ կողոպտեց բոլորի ինչքերն ու եկեղեցիները։ Եվ Երանելի Սահակ հայրապետին եւ Սմբատ Բյուրատյան սպարապետին կապանքների մեջ ուղարկեց Դամասկոս, արքունիք։ Դրանից հետո նրան հայտնեցին Դավիթ դվնեցու մասին, թե Խորասանից այստեղ է եկել Սուրհան անունով մի մարդ, Պարսիկի որդի, թողել է իր ազգությունը, դարձել է քրիստոնյա եւ Դավիթ է անվանվում։ Նա շտապ հրամայեց նրան իր առաջ բերել եւ հարցաքննելով նրան տեսավ, որ հաստատուն է Քրիստոսի հավատի մեջ, որի վրա բարկանալով հրամայեց խփել նրա բերանին Քրիստոս Աստծուն փառաբանելու պատճառով։ Բայց երբ զինվորը ձեռքը բարձրացրեց հարվածելու Սուրբին, նրա բազուկը կծկվեց եւ չկարողացավ պարզել։ Սարսափած ոստիկանը նրան բանտ նետել տվեց եւ հրամայեց սոված թողնել։ Իսկ Սուրբ Դավիթը լցվելով Աստծո հոգով կամավոր հոժարությամբ ճգնում էր Քրիստոսի սիրո համար եւ անդադար աղոթքներով գոհանում էր Տիրոջից, որ արժանի եղավ նրա անվան համար անարգանքներ ու չարչարանքներ կրելու եւ ծեր հասակում բանտ նետվելու։ 8 օր անց նրան կանգնեցրին ատյանում։ Ամիրան նրան ասաց. «Մինչև երբ ես անմտաբար համառելու, դարձիր քո հայրենի օրենքներին»։ Դավիթն ասաց. «Դուք եք համառում, որովհետև չեք ուզում ճանաչել ճշմարիտ Աստծո, Քրիստոսի սուրբ հավատը»։ Բռնակալը հրամայեց գետնին գցել Սուրբ Խաչի նշանը, որը կամ գտել էին Սուրբի ծոցում, կամ էլ եկեղեցուց էին հանել, եւ ակնարկեց իր ծառաներին խփել ու նեղել Դավթին, որ ոտքերով կողկրտի խաչը։ Երանելին շտապ գետնից վերցրեց Սուրբ Խաչը եւ համբուրելով դրեց իր աչքերին, արտասվելով եւ ցասումով ասաց Ամիրային. «Ամենաչար, իմացիր, որ ոչ հրով, ոչ սրով, ոչ կյանքով եւ ոչ մահվամբ չես կարող բաժանել ինձ Քրիստոսի սիրուց եւ Սուրբ Խաչի երկրպագությունից, որը Քրիստոսին հավատացողներիս պարծանքի պսակն է»։ Երբ Ամիրան տեսավ նրա Քրիստոսի եւ Խաչի սիրուն հավատարիմ միտքը, հրամայեց նրա Տիրոջ օրինակով խաչափայտի վրա սպանել նրան։ Երբ Սուրբ վկան եկավ իր նահատակության տեղը, Սուրբ Սարգիս վանքի դռան մոտ, գլխավոր փողոցի վրա, դահճին խնդրեց փոքր-ինչ սպասել, որ աղոթի, եւ ընկնելով Խաչի առջև, որ պատրաստված էր իր համար, տարածեց ձեռքերը եւ ասաց. «Տեր Աստված իմ, գոհանում եմ քեզնից, որ անարժանիս արժանացրիր քո սուրբ անվան համար այսպես մեռնելու եւ ինձ քեզ խաչակից եւ քո սուրբերի ժառանգության մասին ժառանգորդ ընտրեցիր»։ Եվ ասելով ամեն,
խաչակնքեց իրեն սուրբ խաչի նշանով և տարածվեց խաչի վրա։ Դահիճները խաչի վրա կապեցին նրա ոտքերն ու ձեռքերը և խաչը կանգնեցրին դեպի արևմուտք, և զարմանալի նշան եղավ։ Խաչափայտը ինքն իրեն շրջվելով սուրբի երեսը դեպի արևելք դարձրեց։ Եվ դահիճները վերցնելով գեղարդները ասացին նրան. «Շտապ ասա և արա այն, ինչ հրամայեց քեզ Ամիրան, որպեսզի կորստյան չմատնվես»։ Սուրբը, բանի տեղ չդնելով նրանց ասացներն ու տանջանքները, զվարթադեմ աղոթում էր խաչի վրա։ Սուրբի կինը մոտերքում էր և քաջալերում էր նրան ամուր մնալ Քրիստոս Աստծո հավատի մեջ։ Դահիճները գեղարդներով խոցեցին երանելիի սիրտն ու կողերը, և Սուրբ Դավիթը բարի հավատով վախճանվեց ի Քրիստոս Տիրոջ 693 թվականի մարտի 30-ին, ավագ երկուշաբթի օրը, 9-րդ ժամին։ Հայոց մեծամեծերը շատ աղաչանքներով և ընծաներով Ամիրայից հրաման ստացան նահատակի մարմինը վերցնել և թաղել քրիստոնյաների օրենքով։ Եվ շուտապույտ այնտեղ եկան Սարգիս Ամատունի եպիսկոպոսը քահանաների ու պաշտոնյաների հետ, Մամիկոնյան տոհմից Մուշեղ իշխանը և նրա արտավազդ եղբայրը, և մյուս ազատներից շատ ուրիշներ, և Սուրբի մարմինն իջեցնելով փայտից, տարան Դվին քաղաքի կաթողիկե եկեղեցի, պատեցին մաքուր կտավներով և անուշաբույր խունկերով և սաղմոսներով ու օրհնությամբ դրեցին Սուրբ Հիզբուստի վկայարանի կողքին։ Դավթի չարչարանքների փայտից խաչ պատրաստեցին և կանգնեցրին Սուրբի տապանի վրա։ Իսկ այն գեղարդը, որով խոցել էին Սուրբին, 20 դահեկանով գնեց Մուշեղը և տվեց խաչ ձուլելու, որպեսզի երկրպագեն և պատվեն այն ի փառս Քրիստոսի և ի հիշատակ Քրիստոսի խաչը հանձն առած նահատակի Սուրբ Դավիթ դվնեցու։ Արդ ինչպես Սուրբ Գևորգի տոնը գարնանից հինունքի միջից տեղափոխվեց աշուն, այնպես էլ նրանից հետո դրվեց երանելի Դավթի տոնը վարագահ խաչին կից։